Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ պիտի ասեմ, որ վերջապես այսօր մենք կարողացանք կատարել մեր բազմաթիվ հեռուստատողների խնդրանքը եւ տաղավար հրավիրել մի անձնավորության, ում նրանք շատ երկար սպասել են։ Խոսքս մեր ճանաչված կենսաբույժ Նարգիս Գալինյանի մասին է։ Բարև ձեզ, Տիկին Գալինյան։ Բարի լույս ձեզ։ Ու բարի լույս բոլոր աշխարհի հայությանը, մեր ժողովրդին։ Ես ուրախ եմ, որ դուք վերադարձել եք արդեն Արաբական Միացյալ Էմիրություններից, հուսով եմ ամեն ինչ լավ է եւ արդեն երկար ժամանակ կարողանաք սպասարկել մեր ազգաբնակչությանը։ Այո։ Դե այնտեղ էլ արդեն էնել են իմ ժողովուրդը։ Ես այնտեղ արդեն ոնց որ իմ Հայաստանում եմ, այդ երկիրը իմ երկրորդ հայրենիքն է։ Հասկանալի է։ Տիկին Նարգիս, տեսեք, ես պիտի ասեմ, որ քանի որ ձեր մասին մենք բազմաթիվ հաղորդումներ ենք տվել, կարող է այսօր լինեն այնպիսիները, որոնք տեղյակ չեն, թե ով է Նարգիս Գալինյանը։ Այդ իսկ պատճառով ուզում եմ հիշեցնել մեր հեռուստատողներին, հիմա մենք պիտի դիտենք ձեր մասին պատմող մի տեսանյութ, որից հետո արդեն ամեն ինչ իր ունով կգնա։ Եղավ ջանիկս։ Չեք առարկում։ Ոչ, սիրով։ Խնդրեմ տեսանյութը։ Արդեն 30 տարուց ավելի է, ինչ կենսաբույժ Նարգիս Գալինյանն իր ինքնատիպ մեթոդներով շարունակում է բուժել մարդկանց։ Նա հիմնականում ապրում եւ աշխատում է Դուբայում, որտեղ ունի իր կլինիկան, սակայն Հայաստանում եւս մարդկանց օգտակար լինելու համար նա ամեն տարի մի քանի ամսով գալիս է հայրենիք։ Տիկին Նարգիսին դիմում են հիմնականում նրանք, ովքեր բժիշկներից ու բժշկությունից հույսները կտրած ապավինում են կենսաբույժի հրաշքներին։ Երբ լսում ես, թե ինչպես են նրա մոտ բուժվել քայլելու կարողությունից զուրկ հաշմանդամներ, շլություն ունեցողներ, ընդ որում նրանց թվում են նաև արաբական աշխարհի մեծամեծերը, Եգիպտոսի վարչապետը, Սիրիայի նախագահի որդին, Դուբայի շեյխերն ու նրանց կանայք, ինչպես նաև հայ գործարարներ, հասկանում ես, որ այնտեղ, որտեղ բժշկությունն անզոր է, սորեղեն տիկին Նարգիսի ձեռքերը։ Ընդամենը մի քանի սեանս եւ գլխացավը, հոդացավը, անքնությունն ու անոթների ճնշման հետ կապված հիվանդությունները զարմանալիորեն բուժվում են։ Դեռ ժամանակին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը երկար ուսումնասիրելուց հետո աշխարհահռչակ Ջունայի ակադեմիայում վերապատրաստվելու նպատակով նրան գործ ուղեց Մոսկվա։ 1989 թվականից ստանալով այդ ակադեմիայի ոչ ավանդական բժշկության դիպլոմ, տիկին Նարգիսը սկսեց իր հրաշագործ բուժումները։ Կենսաբույժ Նարգիս Գալինյանին այսօր իսկապես լավ են ճանաչում արաբական երկրներում, հատկապես Եգիպտոսում, Սիրիայում, Քաթարում, Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում նրան հաճախակի են հրավիրել նաև տեղական հեռուստաալիքները, ուր դոկտոր Նարգիսը մշտապես ուղիղ կապի օգնությամբ պատասխանել է այդ երկրների հեռուստադիտողների զանգերին։ Նման հաղորդումներից մեկի ժամանակ եւ ծրագիրը վարող հաղորդավարողին ասաց, որ իր մոտ ուժեղ գլխացավ է սկսվել եւ իրեն վատ է զգում, տիկին Գալինյանը անմիջապես իր բնատուր էներգիայով ցույց տվեց առաջին օգնությունը եւ հաշված րոպեներ անց հաղորդավարողին հաջողությամբ շարունակեց աշխատանքը ուղիղ եթերում։ Նարգիս Գալինյանը Ջունա Դավիթաշվիլու այլընտրանքային բժշկության կենտրոնի շրջանավարտ է։ Աշխարհում լայն ճանաչում ձեռք բերած այս մասնագիտացված հաստատությունը գործում է Մոսկվայում 1964 թվականից։ Գալինյանն ունի հարուստ աշխատանքային փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Արաբական Էմիրություններում։ Կենսաէներգիայով մերսումն այլընտրանքային բուժման տեսակ է առանց դեղամիջոցների։ Այն ձեռքերի միջոցով կենսաէներգիա է փոխանցում մարդու ողջ մարմնին, մտավոր եւ զգայական դաշտերին, ներդաշնակություն հաստատելով դրանց միջև։ Կենսաէներգիայով մերսումն ունի մի կարևոր առավելություն. հիվանդի մոտ այն ոչ մի բարդություն չի առաջացնում։ Նարգիս Գալինյանի կենսաէներգիայի շնորհիվ մարդիկ ազատվում են բազմաթիվ ախտերից։ Նրա մերսումն առավել արդյունավետ է հետևյալ հիվանդությունների դեպքում՝ միգրեն, ռևմատիզմ, ասթմա, էնդոկրին հիվանդություններ, արտրիտ, կոլիտ, տարբեր բորբոքային երևույթներ, նևրոզ, լսողության կորուստ, տագնապներ ու վախեր, պարանոցի եւ ողնաշարի ցավեր, տեսողության շեղումներ։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքը ամբողջ գործունեությունս կապել եմ տիեզերքի հետ եւ դժգոհ չեմ դրանից։ Ամեն ինչ տիեզերական է, ամեն ինչ որոշված է, եթե այս պահը ես պիտի ես երկրում լինեմ ու մեկի գլխացավը անգամ անեմ, դա այդպես որոշած է տիեզերքից։ Ես ընդունում եմ դա, ով էլ որ չի ընդունում, թող ընդունի, որովհետեւ
իրոք իմ փորձի մեջ, իմ աշխատանքի մեջ, իմ կյանքի բոլոր պահերին ինձ առաջնորդում է Տերը։ Իմ բժշկության խորհուրդն աստվածային է։ Միայն մարդկանց նկատմամբ սերը եւ կենսաէներգիայի ազդեցության ճշգրիտ իմացությունն է ինձ իրավունք տալիս զբաղվելու հոգեկան էներգետիկ միջամտությամբ ու բուժմամբ։ Կադրերը ամեն ինչ ասում են։ Այո, Դուք այն հրաշք անձնավորությունն եք, որ իսկապես մեզ բոլորիս հավաքում եք հրաշքների դաշտում եւ ես տեսնում եմ ձեր սեղանին էլ գիրքը, ես բուժում եմ առանց դեղամիջոցների այդ գիրքը Նարգիս Գալինյանի, այսօր էլ շարունակվում են այդ բուժումները։ այո, շարունակվում են, բա ոնց շարունակենք, երբ որ մարդիկ հիվանդ գալիս առողջ գնում են։ Նեղացած գալիս ուրախ գնում են, վախեցած գալիս առանց վախի գնում են։ Պետք է շնորհակալ լինենք Աստծուց իր տված զորության համար, որ մարդկանց կարողանում ենք Տիրոջ տվածով լուսավորենք, բժշկենք, ուրախացնենք ու ճանապարհենք։ Ես պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները, երբ որ իմանում են, որ մեր տաղավար է գալու Նարգիս Գալինյանը, միշտ աշխատում են իրենց շնորհակալական խոսքը ասել ձեզ, որպես աստվածային այդ բուժումների հեղինակի։ Եվ ինչն է հետաքրքիր, ցանկացողները, որոնք ուզում են եթերից ձեզ շնորհակալական խոսք ասել, շատ է, բնական է բոլորին չեն կարող, բայց մի քանի հեռախոսազանգերի այսօր մենք փորձենք պատասխանել եւ դուք էլ իհարկե կասեք, թե որը որ ինչի վանդեր, ինչ առիթով էր ոնց էր, չեք արարվում, չէ։ Այո, չէ, սիրո։ Շատ են ձեր նման բարեկամները։ Վայ, շատ, դե ինչ էլ չլինի, պարոն Ղուշյան, 40 տարվա աշխատանքային ստաժը հերիք է, որ շատ մարդիկ բուժված լինեն, շատ մարդիկ կուզենան, որ շնորհակալություն հայտնեն։ Դե իհարկե դա շատ կարևոր է, ինձ արդեն հուշում են, որ եթերում զանգ կա, մենք հիմա փորձենք պատասխանել։ Ալո։ Հա, գնում է զանգը։ Տեսնենք։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համլետ Նեղուշյանում հետ եմ զրուցում։ Ռուզանի հետ։ Ռուզանա, դե տիկին Նարգիսը ձեզ ուշադիր լսում է, ինչ կուզենայիք ասել։ Վայ, Նարգիսի մասին կարելի է խոսել ժամերով, օրերով, տարիներով։ Նարգիսը առաջի հերթին մարդ է մեծատառով։ Երկրորդը ռուսները լավ բառ ունեն։ Ցելիտել։ Նարգիսը բուժում է ոչ թե մի օրգան, երկու օրգան, ամբողջությամբ, մարդուն ամբողջությամբ։ Դուք անձամբ բուժվել եք իր մոտ։ Ես անձամբ բուժվել եմ, աղջիկս բուժվել է, քրոջս տղան, պարոն Ղուշյան։ Այո։ 3 անգամ շտապօգնություն էր գալիս։ Սրսկում էին ամենքը ով ինչ ուզում, սրսկում էր, գնում էր փորի, ստամոքսի շրջանում։ Այդ երեխան 3 ամիս տանջվեց, Նարգիսս թրկեց։ Իսկ ինչ հիվանդ էր այդ երեխան։ Ոչ մի բժիշկ չկարողացավ դիագնոզ տալ, թե այդ երեխան ինչ հիվանդ է։ Լավ, երևի տիկին Նարգիսը մեզ կասի։ Լավ, շնորհակալ եմ ձեզանից։ Մենք հիմա տիկին Նարգիսին լսենք։ Գիտեք ինչ։ Այո։ Պարոն Ղուշյան։ Այո։ Իմ աղջիկը, որ իմ հազար ես խոսում եմ, ընդեղից ասում եմ, մամ, ես էլ եմ ուզում։ Դե թող մոտենա, մի ամաչեք, թող մոտենա։ Չեք ամաչում, ինչի՞ ամաչեք։ Չէ, աղջկա մասին է խոսքը։ Եթե հարցը վերաբերվում է մեր Նարգիսին։ Եղավ։ Բարև։ Ձեզ հետ խոսում, ողջունում եմ բոլորիդ, պարոն Ղուշյան, ձեզ տիկին Նարգիսից շատ հակիրճ պատմեմ իմ մասին, ուրեմն կեսարյան հատումից հետո ինձ մոտ մի շարք խնդիրներ առաջացան, թե արգանդի շրջանում, թե սրտի շրջանում, իմ մոտ առկա է շատ խորը դեպրեսիա, ու շատ բժիշկների եմ դիմել հոգեբանների, ճիշտ ասած ոչ մեկ ինձ չկարողացան օգնել։ Երբ որ մենք տիկին Նարգիսის մասին իմացանք, մայրիկիս հետ գնացինք իրենց տուն։ Մի տարի առաջ։ Այդ ամեն ինչը ես պատմեցի, տիկին Նարգիսս, իմ մորաքույրը, ես իրան շատ սիրում հարգում եմ ու ինձ համարում եմ որպես մորաքույր, ինձ օգնեց։ Ու այսօր արդեն այդ ամեն ինչը կարելի է ասել հետևում է մնացել ու ես ինձ շատ լավ եմ զգում։ Դաժե արգանդի խնդիր կար, որ ենթակա էր հեռացման, հիմա այդ խնդիրը էլ չկա։
Ես շատ կուզեմ, որ մեր հայրենակիցներն էլ, եթե նման խնդիրների հետ են առնչվում, դիմեն տիկին Նարգիզին եւ ես համոզված եմ, որ կստանան իրենց գոհացնող արդյունքը։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Եղավ ձեզ առողջություն, մայրիկին էլ բոլորիս ընդհանրապես առողջություն, որտեղ դա շատ կարևոր է եւ իհարկե տիկին Նարգիզը ոչ միայն ձեր, այլ մեր ծրագրի լավագույն բարեկամն է։ Շնորհակալ եմ, լավ եղեք։ Եղավ։ Շատ շնորհակալ ձեզ։ Եղավ։ Բոլորից։ Եղավ։ Շնորհակալություն։ Տեսություն։ Տիկին Նարգիզ, ես պիտի ասեմ, որ մենք առավոտյան երբ հայտարարեցինք, որ պիտի դուք հյուրընկալվեք, զանգերը շատ էին, բայց ամենակարևորը մարդիկ երբեք չեն մոռանում այն մեծ լավությունը, որ Այո։ մայրու աղջիկը միգուցե դուք ասեք ինչպես էր ծանոթություն։ Շատ անսպասելի անցյալ տարի ապրիլ ամսին, մի տարի առաջ, իրանք եկան մեր տուն, ինքը աղջիկը, որ շատ վատ էր, շատ չէր ենթարկվում այդ անգամ այդ էներգիային, լարված ուղեղը, ցավերի մեջ, սրտի անբավարար սնուցումով, բայց փառքաս օրերի ընթացքում իրանք ամբողջ մի 24-ը կուրսը լրիվ ստացան, մայրու աղջիկ, մայրն էլ հոդի ցավ ուներ մեջքի բան, լրիվ անցավ գնաց ու մենք բարեկամներ ենք դարել հիմա։ Հիմա իրանք մեր տան անդամներն են, մեր հարազատներն են, առանց ինձ էլ իրանք չեն պատկերացնում։ Պատկերացրու այնքան մտերմացել ենք, որ կգան մեկ էլ կասի, ես մաման իրա կգամ, ես եկել եմ մնամ այսօր գիշերը մոտդ։ Ուզում ասեմ, այդքան հարազատ մարդիկ դառանք մենք իրար հետ։ Այո, թիվը շատ են, բուժվողների թիվը շատ են։ Ուղղակի պիտի հավատան Աստծուն ու հավատան իրանց բուժմանը։ Գիտեք, ես իմ ձեռքին այս թերթն է բուժիչ նամակներ, շատ հետաքրքիր ես հոդվածներ տեսա եւ առաջին էջում հենց ձեր մասին բավականին մեծ, այսպես մի հոդված է։ Մի ամբողջ երես թերթի այդ մասին է Նարգիզ Գալինյանի հրաշագործ բուժումների մասին, եւ պիտի ասեմ, որ մարդիկ զուր չեն, որ այսքան տարված են ձեզանով։ Հիմա տեսեք, կարևորը դա չի, կարևորը այն է, որ մարդիկ հավատով են միշտ գալիս եւ նման հոդվածները վկայում են, որ արդեն ամենուր հետաքրքրում են ձեզանով։ Ձեր վերջին այցելությունը Արաբական Միացյալ Էմիրություններ ձեզ մի պահ մեզանից կտրել էին, բայց դուք այնտեղ էլ հրաշագործ բուժումներ եք արել։ Այո, ես այնտեղ բավականին մարդկանց օգտակար եղա, շատ ծանր միգրենով հիվանդի, տեղացի արաբկին, սրտի էլի ինչ որ պիտի անպայման սրտի գործողություն վիրահատություն բան անեն, այդ կնոջն էլ օգնեցի, մի խոսքով հետո իմ տնօրենի տանը իրանց բարեկամներին ամբողջ ես ասեններ նեղ կրուգով հիվանդանոց գնացի ծանր հիվանդի մոտ, ժամանակ անցավ 3 ամիս, վերադարձա նորից իմ հայրենիքը, այնպես որ ես սիրով եմ աշխատում բոլորի հետ, ինձ համար իսլամ, քրիստոնյա չկա, ես սիրում եմ մարդկանց ու Աստված էլ է բոլորիս սիրում։ Ես ասեմ, որ մենք միշտ աշխատում ենք պատասխանել բոլոր զանգերին, բայց հիմա մինչ հաջորդ զանգը կլինի, ես ուզում եմ մի հարցել ձեզ տալ, այսօր որ հիվանդություններն որ առավել շատ են հանդիպում։ Շատ, ընդհանրապես շատը հիմա մեջկացավ, հոդացավ, գլխացավ, մեր ժողովրդին, հետո շատ դեպրես, ներվային համակարգերը, մարդիկ գիտես ինչ, մոլորվել են ժողովուրդը, չեն մտածում, որ ժամանակավոր է ու Աստված մեզ հետ է, ինքը մեր բոլոր ցավերին դարման կանի Տերը, ինքը մեզ ստեղծել է, ինքն էլ մեր Տեր ու Տիրականն է, պիտի ընդունենք Տիրոջը, պիտի պաշտենք Աստծուն։ Ես այսօր առավոտյան մտնելով իմ փոքրիկ մատուռը, որ իմ բակում է, խնդրում եմ, որ ժողովրդիս, հայրենիքիս, հայ ժողովրդիս, հայ ազգիս աշխարհի առողջություն ու խաղաղություն տա, որ մեկը մեկին սիրի, պարոն Հուշյան ջան։ Ինձ հուշում են, որ զանգ կա, ես ոչ մի կերպ չեմ կարողանում միանալ, հիմա փորձենք, մենք տեսնենք, գնում է զանգը արդեն, մենք այս զանգին էլ փորձենք պատասխանել, որտեղ զանգերը մեզ համար շատ կարևոր են, մանավանդ հեռուստայով զանգերը։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համլետ Նեղոսյան, ում հետ եմ խոսում։ Ես
Էլինայի։ Էլինա, դե Տիկին Նարգիզը մեր տաղավարում է եւ ձեզ շատ ուշադիր լսում է։ Դուք ուզում եք իր մասին ձեր շնորհակալական խոսքը ասեիք, խնդրեմ։ Կասեմ, պարոն Գուշյան, ինչպես եք։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ նման շատ գոհ շնորհակալ եմ Տիկին Նարգիզից, որտեվ երբ ես ինձ վատ եմ զգում, կա ինքը եւ ես անմիջապես առույգանում եմ։ Շատ շնորհակալ եմ հանձինս ձեզ, որ միշտ այսպես շատ լավ ու ցանկալի հյուրեր եք ունենում։ Դե մենք էլ ձեր միջոցով գտնում ու ճանաչում ենք լավ մարդկանց։ Ինչպիսին է Նարգիզ Գալինյանը, իմ շատ սիրելի բժշկուհին։ Ես շատ մեծ դժվարությամբ կտա բժշկուս, զորվածի մայր եմ։ Երբ առաջին անգամ մտա, բժշկուհիս ինձ ընդունեց այնպես, կարծես մի 10 տարվա ծանոթներ լինեինք։ Շատ ջերմ ու հարազատորեն։ Եվ մեր շփումից մենք դարձանք հարազատ քույրիկներ, ու ինձ պահեց իր տանը մեկ շաբաթ։ Ամեն ինչով, ամենակարևորը, որ նա օժտված էր մարդկային բոլոր հատկանիշներով։ Շնորհակալ եմ Տիկին Նարգիզ Գալինյանին իր մարդկային ջերմ վերաբերմունքի համար, առավել ևս ճիշտ ախտորոշման և բուժման համար։ Երկրորդ, երրորդ անգամ էլի մնացի իր տանը և չի հագենում նրա ջերմ մարդկային վերաբերմունքից ու միշտ կարոտով լցվում նրա հանդեպ։ Պատկերացում չունեմ, որ մարդ արարածը այդքան բարի, ջերմ ու անմնացորդ կնվիրվի մարդկանց և բոլորին կվերաբերվի այնպես, ինչպես իր տան անդամին, անմնացորդ սիրով ու նվիրումով։ Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս ու գովեստս արտահայտելու, թե ինչքան շատ են նրա մարդտեսակն ու մարդկային հատկանիշները, ու ամբողջ ընտանիքով են այդպես լավը, ոչ միայն ինքը, բոլորն էլ բարի են։ Ես ունեի շատ կոկորդի ուժեղ խեղտոց։ Այսքան տարիների ընթացքում շատ տեղեր եմ գնացել, բոլորն էլ ինձ շատ լավ են վերաբերվել, շատ բժիշկները, բայց շրջանցել են այդ հարցս, թե ինչից կլինի, պատասխանը չեն տվել։ Բայց ասեմ, որ բոլորից էլ շատ գոհ եմ, իրենց մարդկային լավ վերաբերմունքից ու շատ ուշադրությունից։ Չգիտեմ, միգուցե Աստված էր այդ ամենն անում, որ ես գտնեմ ինչ-որ մեկի, որ Աստծո հետ կապ ունի, ու ապացույց դառնամ, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Հենց առաջին սեանսից երբ տուն եկա, անցավ իմ երիկամների ավազի հոսք ունեի երիկամներում։ Զարմանալիորեն մաքրվեց լրիվ, որ տարիներով ամեն օր ավազ էր գալիս։ Այն էլ մեծ քանակությամբ, ինչ ասեմ, ունեի շատ հիվանդություններ, որ թվարկեմ չի պրծնի, ու բոլորը հիմա չկա։ Տիկին Էլիա, որքան ժամանակ տևեց այդ բուժման գործընթացը։ Ես անճար վիճակում գնացել եմ բժշկուս մոտ, գալուց հետո տարբերությունը աննկարագրելի է եղել։ Ֆիզիոթերապիա էլ եմ գնացել, շատ վատ եմ եղել, այնտեղ էլ շատ մարդկային ձևով վարվել են, այնտեղ էլ դարձել են քույր ու եղբայր, չգիտեմ, բժշկի հետ շատ լավն են, բժիշկները շատ լավ են ընդունում, բայց բժշկուհի Նարգիզ Գալինյանը նկարագրել չի լինում իրեն, որովհետև նա Աստծո մարդ է և աստվածային է, թե նրա բուժումը, թե բնավորությունը, վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Եղավ Տիկին Էլիա, ես ձեզ մաղթում եմ առողջություն, պահեք կապը իհարկե Տիկին Նարգիզի հետ, մեզ հետ նույնպես մենք ձեզ հետ համարեք լավ բարեկամներ եւ առիթի դեպքում իհարկե մենք միշտ մեծ հաճույքով միմյանց կողջունենք։ Շատ շնորհակալ եմ։ Լավ եղեք, շնորհակալություն, մենք շարունակենք հաղորդումը, շնորհակալ եմ։ Ստեսություն։ Ստեսություն։ Տիկին Նարգիզ, ես ամեն անգամ երբ լսում եմ ձեր հիվանդներին, անգամ ես հուզվեցի իրա վերահոսակցությունից։ Միշտ ուզում եմ ասեմ, ես էլ հուզվում եմ, որտեվ այնքան մարդիկ անկեղծ են, այնքան ուզում են ամեն ինչը ներկայացնել այնպես ինչպես որ կա, բայց դուք ձեր մեթոդը բուժման իսկապես հրաշագործ մեթոդ է։ Ընդհանրապես ժողովրդական բժշկությունը
շատերը չեն հասկանում, թե ինչ հեռանկարային դա Զորավոր ուժա։ զորավոր եւ կան ոմանք, որոնք խանդով են շատ հաճախ լսվում եւ ինձ մեկ ասում են ինչ է ժողովրդական բժշկություն բժիշկը պետք է պրակտիկ բժիշկ լինի ինչ կուզենայիք ասել նման մարդկանց Գիտես, նման մարդկանց բոլորի ես սիրում եմ, բժիշկներն էլ իրենց տեղն ունեն, իրանք չարչարում են 7 տարի, որ մարդկանց կարողանան օգտակար լինեն, բայց այն բժշկությունը, որ ես եմ անում, դա տիեզերքից է գալի, իմ ձեռքերը սառա, բայց հենց բարձրացնում եմ մարդկանց գլխին, ջերմություն այջնում տիեզերքից, մտնում մարմնի մեջ, այո, չեմ կարող քննադատեմ բժիշկներին, որովհետև ես շատ մոտիկ բարեկամներ ունեմ բժիշկներ, որոնք որ միշտ այցելում են ինձ, ես իրանց օգնում եմ, սեանսեր եմ անում, բայց այն ինչ որ տիեզերականն է, պարոն Հուշյան, դա անբացատրելի է։ Գալիս են հիվանդ, տնքալով, առողջ վեր կենում գնում, դե մի 15-20 օր պիտի դեղ խմեն, որ իրանց այդ ցավը պակասի, չէ, կամ բորբոքումը գնա, բայց այդտեղ օրերի ընթացքում է լավանում, օրերի ընթացքում Հենց հիմա հիվանդներ ունեն, որոնք որ ծանր ռադիկուլի ցավով, մեջքի ցավով եկել են հիմա գալիս են ասում են լալսի էլ ցավ չկա, որտեվ ես չեմ, այդ Տերն է, տիեզերքն է, Հիսուսն է, որ իմ միջոցով, իմ մեջով գործում է մարդուն։ Իսկ Էլիայի մասին ինչ կարող եմ ասեմ, Էլիան մի խիղճ ու կրակ կնիկ է, Լեննականի գյուղերից էր եկել, որը որ կորցրել էր տղային, այս վերջի պատերազմին, զոհված ու ամուսինն էլ 1-2 ամիս հետո էր մահացել, ինքը շատ մեղք էր, որ հյուրանոց բան չմնաս, իմ տանը պիտի մնաս դու, Էլիա ջան, դու որպես մեր քույրիկը, ինչ որ ես կուտեմ, էդ էլ դու կուտես, միասին կապրենք։ Ու իրոք կինը լավացած գնաց, երկրորդ անգամ նորից եկավ, ոնց որ իր հարազատ տունը։ Այնպես որ իմ հիվանդները, թե առաջինը, թե վերջինը, բոլորը դառնում են իմ հարազատները։ Դե դուք հիվանդների շատ մեծ բանակ ունեք։ Սիրում եմ իրանց, ժողովրդին սիրում եմ, իմ հայ ազգին, թեկուզ հայ ազգին չի, աշխարհի մարդկանց, տարբեր ազգի մարդկանց, որտեղ որ լինում եմ, երկրագնդի տակ շատ քիչ տեղ կա, որ չեմ գնացել, որտեղ էլ որ գնում եմ, որտեղ էլ որ աշխատում եմ, ես վարվում եմ մարդկանց հետ, ոնց որ ինքս ինձ հետ կվարվեմ։ Ես ինչքան կսիրեմ, այդքան սիրում եմ հիվանդներին, եւ դրա համար էլ իմ հիվանդները երբեք չեն ուզում ինձանից կտրվեն ու հեռանան։ Ժամանակավոր կյանք է մեր կյանքը, մենք կարող ենք միայն թե լավ բան թողենք, միայն թե լավ անուն թողանք։ Եվ այդ լավ անունը ես սիրում եմ, որ թողամ, պարոն Հուշյան ջան, ախպեր ջան։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ դուք ձեր բուժումներով եղել եք ոչ միայն արաբական երկրներում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եւ ամենուր միշտ ձեր մասին մարդիկ շատ այսպես հարգալից տոնում են խոսել։ Այո։ Ես հիշում եմ, երբ մենք տարիներ առաջ ձեզ հետ Միացյալ Նահանգներում էինք, տեսա թե ինչպես էին մարդիկ գալիս ձեզ մոտ, սկզբնական շրջանում մի տեսակ վախվորած, հավատ չկար, մի տեսակ անգամ զարմանում էին, որ չնչին գումարների դիմաց էին գալիս բուժվում, որտեվ նման բուժումներ այնտեղ շատ թանկարժեք են, բայց ձեզ մոտ գալիս էին բարեգործական տարբերակով եւ մարդիկ հասկանում էին, որ փողը չի գլխավորը առողջությունը։ Այո, առողջությունը։ Ոչ մի բան չես կարա առողջության հետ համեմատես ու ոչինչ չես կարա առնես փողով, եթե առողջություն չկա։ Եթե առողջություն չկա, այնպես որ պարոն Հուշյան ջան, ախպեր ջան, ժողովուրդը ուրախ են, որ ես կամ։ Այո, ես էլ ուզում եմ Տերը ինձ երկար առողջ պահի, որ ես ժողովրդին կարողանամ օգտակար լինեմ։ Տիկին Նարգիս, հիմա մենք փորձելու ենք մի զանգել պատասխանել։ Այո։ Տեսնենք ով է մեզ հետ եթերում, զանգը գնում է։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում, Մարիանան է։ Հա, Մարիանն է։ Համլետ Տենգուշյան, Մարիանա, դուք խնդրել եք, որ անպայման միանանք, որպեսզի ձեր խոսքը ասեք Նարգիս Գալինյանին։ Խնդրեմ, դուք եթերում եք։ Այո, մենք Նարգիս Գալինյանի, պարոն Նարգիս Գալինյանի հիվանդն է եղել։ Այո։ 91 թվից ինքը հիվանդություն է ունեցել, երիկամի հիվանդություն, գլոմոնեֆրիտ, հետո դրանց հետո հորմոնային դեղերից
մոտը առաջացել է օստեոմերիտ, ձեռքը 2 անգամ տվեց այտուցվա, վիրահատել է, հետո մոտը տվեց ինֆեկցիա, ինֆեկցիա տվեց ուժեղ ջերմություն, բարձր ջերմություն, սրտխառնոց ու դող, թուլություն անընդհատ եւ դրանից հետո ահագին բուժումներ ամբողջ Երևանի հիվանդանոցներում, ոչ մի փոփոխություն, բժիշկները չէին հասկանում, ասեցին խնդրում ենք դուք իրան ուղարկեք Գերմանիա։ Մենք ուղարկեցին Գերմանիա, տարի 4 ամիս մնաց այնտեղ, բուժվեց այնտեղ, ասենք ինքը ստացել էր բարձր իմուն համակարգը բարձրացնող սիստեմաներ։ Տարի 4 ամիս այնտեղ մնաց, ինքը իրան շատ լավ էր զգացել, հետո հետ ուղարկին Հայաստան, այստեղ եկավ 4 ամիս էլի մնաց, բայց հետո դրանից հետո այդ երևի սիստեմաների բաններ էլի, նորից երեխեն շատ վատ, անցած տարի ժամանակ մենք Միքայելյան հիվանդանոցում պարկած էինք։ Իսկ ինչպես գնացեք Նարգիս Գալինյանի մոտ։ Դե մեզ ասեցին իր մոտ գնացել ենք բուժվելու, մեզ ասեցին մենք տարանք եւ հիմա իմ տղայի վիճակը շատ լավ է։ Այ Որքան ժամանակ պահանջվեց։ 2 ամիս։ 2 հատ երկար սեանս էլի, կուրս, 2 կուրսից իմ տղան արդեն իրան շատ լավ էր զգում։ Հիմա դեղեր չի օգտագործում, ինքը այն ժամանակ հորմոնային դեղեր, հիմա իր վիճակը շատ լավ է։ Պարզ է։ Շատ շնորհակալ ենք Տիկին Նարգիզից, մեր հրաշագործ Նարգիզից, իմ քույրիկից, մենք գոհ շնորհակալ ենք։ Եղավ Հայրապետյանն է իր հիվանդ եղել։ Եղավ, ձեր տղային առողջություն ձեզ բոլորիդ Մենք ընդհանուր։ ողջունում ենք իմ քույրիկին Տիկին Նարգիզին։ Բոլորը իր մոտ լինեն եւ կբուժվեն։ Մենք շատ գոհ շնորհակալ ենք Տիկին Նարգիզից։ Եղավ, շնորհակալություն ձեզանից։ Հիմա էլ մենք կապ ենք իր հետ հաստատում, միշտ մի ընտանիք ենք եղել, միշտ իրաց տուն գնում գալիս են, գոհ շնորհակալ ենք։ Եղավ շատ բարի, լավ եղեք, շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն ձեզ։ Տիկին Նարգիս, փաստորեն տղան բուժվել է Երևանի տարբեր հիվանդանոցներում, հետո Գերմանիա, հետո վերադարձել է։ Ոչ մեկը չէր հասկանում իր հիվանդությունն ինչա, պարոն Գուշյան ջան։ Ինքը ընդհանրապես ոչ մի բժիշկ, 12 բժիշկ դիագնոզը չէին անել, որ վերեցին իմ մոտ ախտորոշեցի, ասի բերեք ու պիտի բժշկվի։ 1 ամիս ուղիղ, 2 ամիս ներողություն, 24 օր տղան եկավ։ Քրտինք, ջերմություն, 39, 40, այդ վիճակով ես այդ վիճակից հանում էի իրան։ Այնքան որ իրանք էլ հավատքով էին գալիս շատ, Հրազդանի գյուղերից են։ Ու փառք աստիճանաբար լավացավ, հիմա որ եկել էի Դուբայից եկավ մեր տուն, ասում որտեղ մնացին իմ դեղերը, որտեղ մնաց իմ հիվանդությունը։ Էլ չկան դեղերը։ Չէ, ոչ մի բան, գերազանց, այդ իր տղայի հետ նաև մյուս տղայի կինն էլ եկավ, էլի հոգնած ցավերի մեջ, այն էլ լավացան բրծան։ Իմ բարեկամներն են դարել իրանք։ Տիկին Նարգիս, ինչ սկզբունքով եք ընդհանրապես մոտենում հիվանդին, երբ առաջին անգամ է գալիս։ Դե գիտես իրանք առաջին անգամ որ գալիս են անծանոթ մարդիկ են։ Ինձ ոչ գիտեն ես ով եմ, ոչ էլ լսել են, այո, ես ով եմ, բայց ախտորոշումը իրանք զարմացնում է, որովհետև ես ճիշտ ախտորոշում եմ անում։ Մարմնի որտեղը որ հիվանդ է, այն նույն տեղը գալիս է իմ մարմնի պուլսացիա տալի կամ ցավ առաջանում։ Փաստորեն դուք ախտորոշում եք նույնպես ձեր այո, բնական էներգիայով, ձեր բնական էներգիայով։ Եվ մեծամասնությունը վախ, մեծամասնության մարդկանց մոտ վախ կա, որից վախը առաջացնում է հիվանդություններ, տարբեր հիվանդություններ, աղիքային կոլիտ առաջացնում, գլխացավեր առաջացնում, ճնշումներ, վախը ահա որ վտանգավոր հիվանդություն է եւ կարելի ասել որ ամբողջ աշխարհում 70% մարդկանց մեջ այդ վախը կա մի հասարակ բանից մի հատ ցնցվեն արդեն վախա մտնում մեջը իսկ վախը բուժվում է վախը լավ բուժվում է իմ մոտ բուժվում են լավ միգրենները բուժվում են հոդային ցավերը բուժվում են աղիքային կոլիտները մի խոսքով ասմատիկ հիվանդությունները որը որ անբուժելի է բժշկության կողմից
բուժվում են մարդիկ։ Ուղղակի ժամանակ պիտի տրամադրեն, ոչ վրազեն, որ այսօր եկանք վաղը պիտի մենք կախարդական փայտիկով պիտի խփի լավացնի, ոչ։ Իրանք պիտի մասնակցեն սեանսերին, իրանց մարմնի մեջ պիտի մտնի այդ էներգիան, այդ ջերմությունը, որը մարդիկ զգում են իրանց մարմնի մեջ։ Որը ձեր ձեռքերից է Որը իմ ձեռքերից, տիեզերքից գալիս, իմ ձեռքերից մտնում է մարմնի մեջ։ Անբացատրելի է դրա բացատրությունը, չկա բացատրություն, բայց տիեզերքը կապված է ինձ հետ։ Իսկ ես կապված եմ ժողովրդի հետ, որ կարողանամ ոչ թե իմ ազգայել, աշխարհի մարդիկ, որ հիմա Հոլանդիայից Սիվանդա եկել։ Հատուկ եկել է բուժվելու ձեր հաղորդումից հետո։ Դոր երկրորդ օրն է եկել է։ Մի խոսքով աշխարհի բոլոր ծայրերից, ով լսում է այս հաղորդումը, ով որ հավատում է Աստծուն, գալիս ու բուժվում է։ Հավատքն է, չէ՞ կարելի։ Այո, պիտի հավատան, որ գալիս են բուժվելու։ Հոգեկան մարդիկ են գալի, վախից հոգեկանները խանգարված, լավացած գնում են։ Այն որ տեղեր են խմում, անջատվում, պարկում, գալիս են լավացած գնում։ Հիմա դա ոչ իմ ձեռքն է, ոչ իրան ձեռքն է, տիեզերքը իրանց բուժում է։ Տիեզերքը Տեր Աստվածը մեր, որին որ ես ծառայում եմ հոգով ու մարմնով։ Տիկին Նարգիս, դեռ երկար եք մնալու Հայաստանում։ Որոշել եմ, որ լա հենց հիմա բան չունեմ, պրոգրամ չունեմ դուրս գնալու, բայց չես իմանա որտեղ ինչ կլինի, ոնց կլինի։ Չէ, որտեղ ձեզ կարող են ցանկացած րոպեի կամ Միացյալ Նահանգներից կամ Եվրոպայից Տարբեր կամ այլ երկրից տեղերից կանչել։ առայժմ չէ, կանչելու ես այդքան հեշտ գնացողներից չեմ, որտեղ ես էլ ստեղ բավականին հիվանդներ ունեմ, բան, հետո ես Հայաստանը իմ հայրենիքը, իմ տունը սիրում եմ։ Ուզում եմ, որ մի քիչ էլ իմ տանը մնամ, արդեն տարիքս փոքր երեխա չեմ, մեծացել եմ, պիտի նստեմ ու վայելեմ իմ տունն ու իմ երկիրը, իմ ժողովուրդը։ Ու ձեր հիվանդների կողքին լինեք։ Այո, շատ են։ Հիմա մի հատ 5 տարեկան 7-6 տարեկան երեխա եմ բերում, մի աչքը շլված։ Արդեն 4 օր է գալի։ Շինությունն էլ է։ Այո, 4-5-րդ օրն է գալի, արդեն աչքը պաշտե ու խվում է։ Այսօր ասի ակնոցները քիչացրու, հանի։ Արդեն առավոտը շատ շուտ առաջի հիվանդը մեր տանն էին իրանք։ Ուզում ասեմ, որ մարդիկ լավանում են։ Պիտի շնորհակալ լինենք Աստծուց, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից, որ այսպիսի ուժ ա տվել ինձ, որ ես կարողանում եմ մարդկանց օգտակար լինեմ։ Եկեք պայմանավորվենք, գոնե ամիսը 1-2 ամիսը 1 մեզ հյուրընկալվեք, որ 6 ամիսը 1-ը հերիք է։ Հերիքա մեր ժողովուրդը պիտի գան բուժվեն, չէ՞, լցվում են ու լցվում մեզ մոտ։ Ես շնորհակալ եմ ձեզանից, որ մարդկանց ներկայացնում եք, որ մարդիկ ինչ ճանապարհով պիտի գան։ Ես էլ հակառակ ոչ մի հաղորդման չեմ գնում, բացի ձեր Փակ TV, ձեր Բաց TV հաղորդումները, որտեղ դուք իմ եղբայրն եք։ Բացի այն, որ դուք պարոն Ղուշյանն եք, նաև իմ եղբայրն եք։ Ես ձեր ընտանիքը շատ սիրում եմ։ Փոխադարձ եմ, շնորհակալ եմ իհարկե։ Սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, որ իսկապես ժողովրդական բժշկության հերթական հնաշագործությանն ենք մենք ամեն անգամ ականատես լինում, երբ առիթ է լինում հանդիպելու Նարգիս Գալինյանի հետ։ Մի իսկապես հրաշագործ անձնավորություն, ում ձեռքերից դուրս եկող էներգիան կարող է բուժել նույնիսկ անհավանական թվացող հիվանդություններ։ Տիկին Նարգիս, ես շատ ուրախ եմ մեր բարեկամության, մեր ընկերության համար եւ ուզում եմ ասել, որ Փակ TV-ն միշտ ձեր կողքին է լինել։ Այո, ես էլ եմ շնորհակալ ձեզանից ու ուզում եմ բոլոր աշխարհի հայությանը ողջունեմ, բոլորին սիրում եմ, բոլորը թող առողջ լինեն, մեր հայրենիքը բարգավաճի, սխալ բաներ թող չլինի, թող երկիրս անփորձանք լինի, մեր երիտասարդները ուրախ ապրեն։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրում այն ծիլ ու ծաղիկը չպակասի, առողջությունը չպակասի, մարդասիրությունը չպակասի։ Պարոն Ղուշյան ջան, մենք պիտի ապրենք ապրացնելու մարդկանց սիրելու համար։ Շնորհակալ եմ ձեզանից էլ, շնորհակալ եմ Աստծուց, որ ձեզ ման լավ աղբեր ունեմ։ Շնորհակալ եմ։ Եղավ Տիկին Նարգիս։ Սիրելի բարեկամներ, դե թույլ տվեք այս լավատեսությամբ էլ ավարտել մեր այսօրվա հաղորդումը եւ հուսանք, որ Նարգիս Գալինյանը միշտ մեր կողքին է լինելու, մեր հերոստալիքում դուք շատ հաճախ կարող եք հանդիպել նրա հետ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան Տիկին Նարգիսի ծառայությունից օգտվելու, հեռախոսահամարները մեր եթերում մենք ձեզ արդեն մի քանի անգամ ցուցադրել ենք, դիտեք, զանգահարեք եւ հավատացեք, որ իսկապես հրաշքների դաշտում հայտնվելով դուք կարող եք գտնել նաև ձեր առողջությունը։
Այսօր այսքանը ցտեսություն